Բարի լույս, բարի կեսօրն անց, սիրելիներ ջան, բարի օրհնյալ ու խաղաղ կիրակի մեզ բոլորիս, եղանակը անձրևային, բայց թե դա չի նշանակում, որ մեր գործերը չանենք, նա մեքենան կանգնած, պարպետներն եկել են, տրամադրությունս բարձր է, սա ինձ առաջել Ալեքսն ասում է դինամիկն ենք միացրել, Ալեքսն ասում է մամ, ես ուզում եմ երգեմ, բայց դու ինձ նկարահանի, ուղիղ երգեր արեցի, իհարկե YouTube հարթակը թույլ չի տալիս, բայց Instagram-ը հո թույլ է տալիս։ Սիրելի հետևորդներ ջան, չեմ հիշում ես այս ջուրն եմ չափել լցրել, թե ինչ եմ արել, ավելի լավ նորը չափեմ, եկեք հավաքվեք կիրակի օրով մի հավեսով կոֆե խմենք, ինչպես միշտ ավանդույթը չխախտենք, երեք սուրճը ոնց բերել եմ, նենց էլ մնացել եմ, չեմ էլ ուզում տեղավորեմ, որովհետև ոնց հասկանում եմ, ես խոտան տիրություն, ոնց հասկանում եմ երկու օրից, ձեռներս յուղում եմ, իջնում ներքև, այդ թե ինչ, սիրելի հետևորդներ ջան, պարպետներն իրանց գործն են անում, արդեն պլինտուս բան, տենց բաներն է էլի մնացել, այսօր հուսամ գվածքի մեքենան կտակավորենք ու կսկսենք մեր գործերը, այս անձրևը ներվայնացնում է, բայց թե էտա տարբերակ չկա, ունենք են, ինչ ունենք, կոֆե ջան հլա շուշու տեպի, այսօր դեռ չենք հասցրել, Ալեքսի հետ դաս անենք, ինչ անենք, ոնց անենք, ես նկատել եմ, որ մի օր չեմ անում, չէ, իրա հետ, ուզում է շաբաթը, ուզում է կիրակի, հետո դժվար եմ իրան հավաքում, նստացնում, մի խոսքով ինձ թվում է շատ մամաներ ինձ կհասկանա, թե ես ինչ եմ, ես այսքան ասում ու ասում, սիրելիներ ջան, ու հիմա այսօր էլ եղանակը անձրևային է, պայմանավորվել էի, դրսի հետ կապված գործեր ունեի, ու խայ, մայթը մաքրել եմ, են ծառերի տակ ծաղիկ-մաղիկ տենց բաներ ցանել, Աստված ջան, աչքիս եմ 100 գրամ կոֆեն, որ ես առել եմ, արաբիկայա, գույնից հասկացա ու ես չեմ սիրում այդ արաբիկա, չգիտեմ ես ինչի ասենց, հլա ինձ ասեք են ջահել վախտերը, ովքեր են կոֆեի բաժակ նայել ու ստեղ մի հատ կլոր բան կա, չէ, կաֆեին աչկը միշտ էլ կա, աչկը Աստված տվել է մեզ, որ մենք տեսնենք մեր սիրուն շրջապատը, մեր շրջապատող մարդկանց ու մեկ մտածում եմ, էլի, ասում եմ, թագեմ, կիսով չմտնի, ասում եմ, ինչ է տակրքիր բանա կյանքը, ապահովագրեցինք պիսայից, այսօր որոշեցի, որ այս շորս հակնեմ, ճիշտ էլ հասկացել էի, ինչ լավ ագոնա այդ 100 գրամն է այս ծելի, մնացածը,
Փողոցյան դարձը շապը։ Մնացածը իմ են համով կոֆենա։ Ասեք տեսնեմ ովքեր են սիրում Անդրևի կտկտոցները, կաթիլի, Անդրևի ձայնը, ընտիր։ Ստեղ Ալեքսիս գրիչ, մրիչ, այդ բաներն է։ Օխայ, բայց ցուրտ է, եկեք ասեմ էլի։ Ու գնանք տուն, որովհետև ցուրտ է, ուրեմն այսօր մեր մոտ, այսա բերեն։ Այս, Ալեքսի չացրու։ Այս վերջացավ, ինչը որ նորմալ է, այս գիտեք չէ, վիտամիններն է, իր մեջ լիքը լավ բաներ կան, A, B5, B6, E, ցինկ, յոդ, օմեգա, օմեգա 3, վերջը լիքը լավ բաներ կան, ու վերջացավ, բայց սրան երևի թե տեն չեմ գցի սրա մեջ կտնեմ, որ հիշենք, դուք էլ տվեք ձեր երեխեքին, վնասակար ոչ մի բան չկա, միշտ ասել եմ, էլի կասեմ։ Հույս ունենամ այսօրվա կիրակին իրան արդարացնելու եմ, հասնելու ենք նրան, որ գոնե լվացքի մեքենան դրվի, սկսեմ լվացքի շարանում եմ, հեյ, թե ինչքան շատ լվացվում եմ ես։ Այսօր էդ են ասում, որ ասմա, ոնց որ երկար էց էլի, իրանք թե արագ աշխատող են շատ, ասման նա գիտես չէ, որ եղանակը, ասում բա իհարկե, մի 7-8 օրը զուտ եղանակի վրա կորավ, ոչ բարենպաստ եղանակային պայմանների համար 7-8 օրը կորցրինք։ Հիմա ուշքս արդեն ներքև է, չգիտեմ, տենանք, ոնց կստացվի։ Որ մեզ ամեն ինչ մի կուր կտրեսում, նմանվես քու առօրյա բնականոն կյանքին, որ ես մի տեսակ կարոտել եմ շատ։ Ու ոնց նայում ենք, այո, սեփական տանը դիքը գործ կա, ինչ լավ էր, երեկ համ կարտոշկա էի ցանում, համ ասում էի կարողա սխալվեցի, կարողա պետք չէր, կարողա սենց, կարողա նենց, դե փառք Աստծո, կարտոֆիլի երկրում ես ապրում, հետո նենց մարդուց հետ գնում եմ, որ լավ որակի կարտոֆիլ եմ գնում, տարիների վեր իրանից եմ առնում, ու տենց էլ սովորել եմ մի տեսակ արդեն այդ կարտոֆիլն առնելու, ու տարվա այս վաղտնա, մեր մեծերը կասեին այս չախնա, ինքը են, որ կարտոֆիլը ճմրթվում է, ջրազրծվում է, այս այդ տեսակինը չի լավն էր, երեք տեսակ ցանելու ժամանակ, երևի թե Ալեքսս մի 4-5 տարեկան կլներ, որ մենք իրար հետը տիլոպի էինք ցանում, Ալեքսին գործանել էի սովորացնում, սարուները դնում էի, ասում էի, այն փայտերն է, սարուները, մենք սարի ենք ասում, իսկ Հնդկաստանում սարին հագուստ է, չէ, ինչ հետաքրքիր բան է։ Սովորացնում էի, որ բեր, հետո Նիկան ասում է, պետք չի միշտ ասել եմ, այն որ քննադատում են, սեփական հայաթում, ես չես ցանում, ես չես անում, այն չես անում, ժողովուրդերեք ինչ եմ արեմ, երկու կարտոֆիլ եմ ցանել ու հավատացեք, որ ոտքերս ցավում էին մի այլ կարգի։ Երևի մի 7 տարի կլներ,
Երայ ձայնը ես հող չեմ ցանել, չեմ մշակել ու մի տեսակ կարոտում ես էլ իսկ մեզ որ այդ գործերին կարոտում ես ու հատույքով երեք ցանեցի քանի որ խամ հողեր ինքը ոչ մի բան ցանակ չէր այդտեղ մի հատ դոմիկ ունեինք հիշում եք այ դրա տակի հողներ ինքը խամ հողա պետքա որ լավ դուրս գա այսով այն ցանկել երկու անգամ էնել ես չեմ տեսել մամա մի րոպե ահա ստեղ մամաս երկու անգամ զանգել մեկի տեղը ու տենում եք ոչ միայն ձեր զանգերն աննկատ մնում մամային էլ շատ հետաքրքիր էր տեղի չեմ տեսել ինչևէ մի խոսքով ստեղ զգում եմ որ մեջքս սառեց եղանակը ցրտեց այս հենց անձրև ա գալի ասում եք չեմ սեփական տանը այնքան գործ կա Այն անգամ Նիկայի հետ էդ էինք էլի քննարկում, այս ծածկը սարքեց, լավ արեց, ապրի իրա բալեքը, ասում եմ ժոլոբ էդ ունեինք, ժոլոբի հայերենը չգիտեմ, ու տենց էլ մնաց, հիմա գիտեք, մնաց, որովհետև ասավ, այս որ շարունակ ենք սարքելը, խոհանոց, բալկոն, ախաստ, չամ յուժելի գալու է այդ որոտեր հիսուս Ստեղ համտել հետ խոսան համ կաթում էր իքր ժոլոբի, բայց ոնց որ էլ չի կաթում ասեց այդ գրիշը որ սարքեն տանիքը սրա ժեշտն է կփոխենք ու ձեռի հետ ժոլոբը կդնենք որ տեսեք այն նենց չլինի մի խոսքով էլի սեփական տան գործը սիրելի ժողովուրդ անսպառ Անհապնելի է, Ալեքս բալա, Ալեքսս ընդեղ ցկցկմա, Ալեքս, այսօր մեր դինամիկն ենք միացրել, չի լսելու, YouTube-ս էլ չի թողում, որ ես էի հմիմի միացնի, մի քիչ նկարեմ, այս ականջատենք, իրար հետ, արդեն կցկցկանք, համաձայն, սյո, ընտիրա, չմիացնես, չջղայնանամ, Հլա, բերանիս էտ է, է ասում Սա, անջատեց Հռախոսը ցած ես դնում, ախպեր ջան Մամա, Ջանա, Ալեքսանդրև ա գալի, Սելավ ա գալի Ես որոշել է ես որ քեզ սյուրպրիզ անեմ ու գնայինք Են էլ անակնկալ անեի, գնայինք անտառ, Ալեքս ջան Չես լսում, ինչ եմ ասում Ասում եմ անակնկալ անեի, գնայինք անտառ Լա դու սարի տես ինձ ձևի անձրևակա, դու սարի նայի, հրախոսը տուր է։ Հա դե լավ ես լաս երկն էի։ Կան բտեմ զայատկը գնամ։ Դի արևս։ Դի սրտիկս, դի սիրունս։ Գնա ու տես, տես էտ անձրևին մենք կարանք որևից է մի տեղ գնանք, ոչ մի, լավ էլի։ Չմիացնես։ Գնա դե, հա էսա։ Ահա, վարդերը պակասել է, մամաշաս տարել է, թապելու էլի, ոչ թե խանութ, այլև տարել է թապելու, սիրելի հետևորդներ ջան, վայ ոնց մի այլ կարգի, մաման զանգել էր, այդ ազրուց մենք մեկ էլ ասում եմ, բա հեչ գիտես, աչկիս այսօր պրծնում են կուխնի, ասում վա ինչ լավ է, Ասում այդ տղեկը ոնց որ շուշուտ աշխատող էին ու բայց տես եղանակը չի թողում էլի և այո իրոք չի թողում սիրելիներ ջան ինչևէ գույնը մի խոսքով լավ այն մյուս էջում կասեմ մյուս էջում չեմ առանձին հոլովակ եմ նկարում գիտեք մեր խոհանոցի համար հիմա երևի թե զանգելու եմ կահույքագործին էլ որ կահույքն էլ հավաքենք ուրողության ես չավ չկա տեսար չէ սելավա չէ
Արի մի հատ քեզ Բայց նա Սիրուն աղջիկ, եկույր հույս, օխ իմ Ուզում ես գնանք դուս վեր գնանք։ Օխ, պապան չի թողա մեզ։ Ես հավնա։ Հա։ Լավ, Բայց ես գնանք դուս դեռ չէ, բայց պլանները Երանի թե լինի։ Իմ սիրուն։ Հայրակում միացրել։ Իմ Անուշ Ալեքս։ Իմ համբերատար ու հարմարվող Ալեքս։ Չիրը դուրուտ գալիս, հա, ընդեղ ցելոֆանը մելի կա, բեր լցրու ցավդ տանի մաման։ Ես գրուցնեմ։ Բեր լցրու այդ ամանի մեջ համով կեր։ Որն դեպրակում են չի։ Այն մյուս դուրը բացի գնա խոհանոց, ընդեղ գազի մոտ ցելոֆոնով տարբեր չրեր կա, բեր։ Երեք как раз таки это ենք խոսում գնացել է դետիկին Գայանեից մոտ զուտ տնական ժողովուրդ, որովհետև փառք Աստծո մարդիկ այսօր բոլորն էլ կարողանում են ապրեն, հյուր ընդունեն, հյուրընկալեն, հյուր գնան մի խոսքով, այսօր ոնց որ ապրելու պայմանները մի քիչ մարդկանց մոտ բարելավվում է։ Ես էլ մտածեցի այ մարդ ինչ տանեմ, որ իրանց դուրը գա Չիր, չամիջ, մի խոսքով տնական, ինչ ունեի, դրեցի տարա, հետո ինքը շատ լավ հարսիկ ունի, հարսիկներ ունի, մեկին եմ ճանաչում, են մյուսին էլ առիթ կլինի, շուտով կճանաչեմ, մի հատ հավես ու հետաքրքիր վլոգ եմ անելու, շփվում ենք էլի սենց, հա, մեկ էլ ասում են այդ ջան չիրը դու ես սարքել, ասում եմ հա, ասում եմ ոնց ես կարծում, ես էլ կարամ սարքեմ, ասում եմ են խմորեղենն է, որ դու ես թխում, չիրան էլ ինչ հա որ, սենց կատակով, ասում եմ վերցնեմ, ասում եմ այո, ու իրոք ժողովուրդ, սեփականից, տանից, տնականից լավը հաստատ չկա ու չկա, ես հույս ունեմ, որ մի 2, 3, 4, մաքսիմում 5 տարի հետո, Ալեքսս, որ մի քիչ արդեն ավելի կայունանա ու էս ելնի ու են ելնի, մտածում եմ են ծաներ, որը որ իմ համար ծանր ահա, համարվում, այդ բաները, կթար ազիս, սայցն ետ չիրա ուսում, չկթար, ցելոֆանով դրած էր, սրտիկ ճան, սպասի, բոքանս, սպասի, ես մտածում եմ ինքը ինձ կոգնի ու մենք բան կանենք էլի, կմշակենք մեր հողը, մեր ուտղա ու դատարկ չի մնա հաստատ, որովհետև ուճուրուց աչքեր ես բացել են, որ ամառային արցակուրտներին գնացել պապուտատիզ մոտ, հրես ծովդ տանի մաման, էդ խիչ ես տեսել, սիրուն։ Այդ որ պեչելնի, վաֆլին, ազիշ սիրուն բանա։ Դուք աղակ նանք մանգալու, նանք էլ։ Անձերը, որ կտրի, իրիկունը, ընքան եմ ուրախանան, որ ես չիր, միր, հետնել մի հատ հետաքրքիր բան, իմ տուն եկած ցանկացած հյուր, ես նկատել եմ, չեն սպասի, որ ես բացեմ, սենց ճող ես իմ ինձ սեղաններ, փառք Աստծո, լավից վատից, ես կարողանում եմ հյուրասիրեմ իմ սրտով, բայց նկատել եմ, իրանք ավելի շատ, այ եմ ձեռքի պատրաստացնեն, սիրում, Ալեքս, տուր ինձ է չվախոցը, դիր ստեղ ու չվերցնես, Ես բանակ այս կարամ վերցնեմ, հա, մամ, ես ես չիշ չեմ շուկի, դե գնայեմ նստարանի մոտ, մի հատ էլ կա ցելոֆան, բեր, այս ձևի չիրը չեն սիրի, եկուսմ ենք տատի հետ կոֆե, գնա ընդեղ կա այս կոֆետ եք խմի, հա, գնա ընդեղ նստարանի մոտ կա ցելոֆան, բեր, չէ ուզում միացնենք, որ վաչքի, բայց դրանար դե գնա բեր, հլը ստենա այդ բայս չիրը չեն սիրի, ժողովուրդ ինչ ընտիր չիրա, այս բանան, ընտիր, շատ համով է, իմ տղային սալորաչրի սիրա հարա,
փայլուն։ Տեսքը տեղը չի շատ։ Ու շատ համով։ Այս տարի որոշել եմ ամեն չրերից պարտադիր սարքեմ, նմանվեմ նախկին Անահիտին, որովհետև երբ որ գնեցի իմ տղեն չկայի վրայի ասոր, երբ որ գնեցի Արցախցիկս, իրա մի դարակը զուտ չրեր էր ու տարբեր տեսակի, տո մեկներ, տո երկուսներ, չկան որնը, լայն սեղանի անկյունը նայ, նայք, չկան իրաննը, բա այդ ոնց կթար, դե բեր արի, դուրը փագի Ալեքսանդր, տունը տոքա, դուրսը լավ ցուրտ է, չի ուզում էլի, փագի բեր արի, դու դա ես սիրեմ, սալորն ես սիրեմ, սալորա չիրնը, սա էր բանանա, բայց մի հատ համը տես, ես մի հատ Շա ես տես բանա չիր ես մի հատ մի հատ բայց սա լի Ես վերջին իմ կուքեք երեք, ես եմ մի հատի կուտում Ես էլ մեր համեղ չրի ապսեն ի սրտե հյուրասիրում եմ բոլորիդ չրի սիրահարներ ջան հələ ասեք տեսնեմ դուք որը կուզեիք ես օրինակ դեղցն եմ շատ սիրում ու այս թուզը ինձ աչքով անում ընտիր ուղղակի ընտիր Ես մի համով ես պեսել նրա շատ համով էր Համով է? Հիմա տրամադրությունս բարձր է շատ որ կիրակ էր մտածում էի մարդիկ իրանց կիրակին կանեն բայց թե չէ պարտաճանաչ մարդը աշխատասեր մարդը շաբաթ կիրակին չի հարցնում ինքը իր գործերը շուշուտ անում Ամես պեսել Պատչում էիր? Են էլ ինչ քան ես հմիել եմ էլի քեզ պատչում Ես մա պուջու կուկու էի դու ինձ պատչում էիր կծում այո թշետ կծում էի Հետո ինչ էիր ակրացում էի? Հետո չէ Վայ Ալեքս Չէ ուզում միասնի ասկա բախտաչասնես Մի խոսքով սիրելիներ ջան մենք անցնենք դինամիկի ցկցկալուն Միացնեմ? Չէ դեռ ու տեսնեմ որտեղ ենք հանդիպում Կամբի մենք շատ շուտով իսկ ես երկեմ կամբի մենք շատ շուտով Լավ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան ով ասում է տանը գործ չկա այնքան գործ կա ընդամենը գտնել փնտրել է պետք մաքրել հավաքել է պետք որ պարապ չմնանք ես կոնկրետ ես չեմ սիրում որ պարապ մնամ ու այսօր գորգս Համնիկայի հետ խոսում էի համ դրսից ներսից երեսից տակից ավելի ճիշտ մաքրեցի ու հիմա իմ գործից գոհ եմ Ալեքս ջան փոշու շորնել դիր տեղը սեղանի փոշին էլ Ալեքսն է մաքրել ու ուրեմն ստեղել եմ մաքրել հավաքել ոնց պետք է դրսում սեղանի շորը դիր տեղը Ուրա հենա դրսում այս ընդ եղանակ է Ստեղ ասում էի չէ լվացքի հետևից
Այսքանը սենց հանել եմ, հեսա սևաշոր էր, կոպիտ ասած, տանելու եմ ու լվանամ, որովհետև հեռախոսս դնեմ լիցքավորման, որովհետև սիրելիներ ջան, արդեն ասում էի չէ, որ այսօր վերջի օրն է, ճիշտ է վերջինը չի, բայց լվացքի մեքենաս որ տեղավորվեց ու կարելի է արդեն հավեսով լված տարած, որովհետև հավաքվել է լվածքի հետևից ու տենց շարունակ, օրն էլ ոնց որ անձրևը դադարեց ու մի խոսքով էլի, Ալեքս, լարի, ուզում եմ կոֆե խմեմ, ժամը 4-ն է, այն ձեր հետի խմած կոֆեն է, համել ճաշը, բաժակով ջուր բերել ի սիրունս, համել ճաշի պատգաստություն տնամ, որովհետև այս Ալեքսին, որ ես չասեմ արի հաց ուտենք, չէ, ինքը չի ուտում, չի պահանջում, ինքան համբերատար այն տղեն, էլ ասելու չի, իրոք, այնքան շնորհակալ եմ իրան, այսօր որոշեցի սա կապեմ, չգիտեմ, մտքովս տենց ան, ջուր բերիր, դե գնա բեր, էլ հեռախոսի մոտ քեզ չտենամ, այսօր որոշեցի, որ այս կապեմ, ընկերուս հետ խոսում էի, ասում եմ սենց նվեր եմ ստացել, բան, դե իր երեխեքն էլ Ալեքսը շատ սիրում, ասում եմ կուզեմ երեխեքին նվեր տված ըտնեմ էլի, ասում է դա նենց բանավորն է, ծուրպ տեղից է եկած, բոլորս հաճույքով կկապենք, ասեցի դե ավելի լավ, ես դրանում միայն ուրախ եմ, ուրիշ ոչ մի բան, ապրին բանեն, հեռախոսի մեջ քեզ էլ չտենամ, նայի սիրուն եմ ասում, ես քեզ բան ասի, ստեղիմ, իջնում ենք ներքև, լված կանելու, լված կունդեղ գործեր կա, ինձ պետք է օգնես, հաու ջան, կոֆե ջան, ինչքան ուժ ունես, շուշուտ էփի, իջի դու են թասը բեր, գնա հեռախոսը տանջատի, շուտ արա, ստեղ էլ մայնացրած միս ունեմ, ճիշտն ասած ուզում էի նենց սարքեմ, որ մաման էլ գար, բայց թե մամայի գալու ժամն էլ ուշ ալնեմ, սիրելի հետևորդներ ջան, ու ինձ շատ եք հարցնում, Անա, այդ խնդրում եմ ասա, դու ոնց ես ուտում, ես իմ ուտելու կարգը փոխել եմ, միշտ ասում եմ, էսա որ ասեմ, էլի նորից ստացվում է նույն բանն եմ կրկնում, ախր գրելով այդքան չի լինում, որ ես դնեմ մանրակրտիտ ասեմ, սենց ասելով էլ մարդիկ կա հոգնում են, մարդիկ էլ կան հաճույքով լսում են, մարդիկ էլ կան ասում են, այ Անա, այդ ինչի ես այդքան նույնը ասում, ժողովուրդ, որովհետև մարդիկ մեկը չեն, երկուսը չեն, հարցնում են, ապրես, շնորհակալ եմ, հմի իջի ներքևից լվածքի թասը բեր, ջան, հիմա ում ես մասը ծանոթ, հա, իրա տեղը, ասմա լվածքը որտեղ տեսանի, ենքան լվածք չեմ արել, երեխեն էլ աշպոտվում, ասմա ման որտեղ տեսանի, մի հատ կոֆեիս ու շատ իրլնեմ, ստեղ էլ այս ենք համով խոզի միս ունեինք, այս դեռ Նիկայի օրոքից էր, չալաղաչները, ուզում եմ, ասում եմ, չէ, ուզում եմ, որ սարցախցիկը սանջատեմ, անիմաստ է, էլի, համ սարնարան, համ սարցախցիկ, մի տեսակ, հելը որ անիմաստ է, համ գարուն ձմր, գարունաշուն, ես մաքրում եմ, թողում եմ ինքը լավ հավվի,
Ես քեզ ասել եմ բեր, ուրիշ բան չեմ ասել, տղա։ Թասը։ Ահա։ Հա, էտա հիմա ասելիքս ինչա, ում համար, որ այսքանը, այս հատվածը վերջապես մաքրել եմ, այս մեքենան բաղնիքն պետքա տանեմ լավ լվանամ, որովհետև այդտեղ դրած փոշոտվել է, այս ստեղ ինչ եք տեսնում, էսա ասեմ, ընդհանրապես ես որ մի նոր բան եմ առնում, այն ավելորդը դեն չեմ գցում, որովհետև նախ ճիշտ պատրաստելու համար, սակայն բեր հավաքի Ես հավաքի հա ես սրանք տամ հա ուրեմն ասելիքս ինչա խոհանոցս տեսերի մեջ է լավից վատից ընդեղ կադրեր կան տեսեք ինձ լսի արիստեղ լա քեզ ու գլուխ ոչինչ չդնես այը տեղ ինչ կա դրած դրանք հավաքի ես քեզ ասի տեղ ինչ դրած է այդ վերցրու սերի մեջ է այս տարի էլ գծա որը սենց մի ձևի թրենդի մեջ է չէ թե սպասքում թե պարակույրներում թե այնպես չի որ ես սենց նստած թրենդի հետ շարժվում եմ չէ նախ առաջինը ամեն թրենդ չի, որ ինչ դուր է գալիս, թող մնա այդտեղ էսա իրար հետ գնում ենք։ Ես երբ որ ընտրում էինք այդ վարակույրը, իր հանգիստ այն միատոնությունը ինձ դուր եկավ ու իր բարձրությունը 3 էր։ Դե որ 3 էր, այդ որ շատ էր, կտրեցինք, այս ավելորդը մտածեցի ճիշտ պատրաստելու համար ինքը խիտ գործված կա, ցանցի դեր, թանզիֆի դեր, կտանի ճիշտ է, թանզիֆներ ունեմ, այնպես չի որ չունեմ, բայց թանզիֆի դեր ասեցի, հաստատ կտանի, պահկալ նմա շատ մի անգամից սենց դնում եմ իրար հետևից սարքում, թանզիֆներից խեղճանում եմ, թանզիֆ մարլյա, բայց որ սկսեցի հավաքել, ձեռքերից մի տեսակ կոշտություն եմ զգում, այ հմի զգում եմ, որովհետև այդ ռեմոնտային բաների մեջ արդեն դե պատկերացնում եք, գիտեք, այն խիստ քննադատների համար ասեմ, որ հագել եմ ուրիշ հագուստ, հետո հագել եմ սա, որովհետև ժողովուրդ այնպես չի, որ ոնց ասեմ, ես կարամ իմ ռեմոնտը, մաքրությունը օրինակի համար, թեկուզ իմ պիժամայով անեմ, հա, սենց ասեմ, կարամ վերջը ներկելուս հագուստով անեմ, այսօր հենց ներկելու հագուստով եմ մաքրել, մազերս որ ներկում եմ, պարզավոր ուրիշ հագուստ եմ հագնում, բայց կադրում ստացվում անենց, որ դուք տենում եք այն շորը, որը որ ես հագել եմ, ու այն խիստ հետևողական մարդիկ կան, որ ասում են, վերջը չեմ ուզում կրկնվեմ, իմաստ չկա, այնպես որ էդ էլ այդքանը, հիմա արդեն հասել եմ նրան, որ ամեն դեպքում նկարահանում ես անում համացանց դնում, հորներ կոչորերով ես իմ մաքրելը պետքա դրային չցույց տայի, հետո մինչև ցույց ես տալիս նկարում, գործդ ոնց որ 2 հատ դառնում, իսկ ես ուզում եի շուշուտ մաքրեմ, որովհետև վաղն էլ դրիր ուրիշ գործեր ունեմ, ինչև է, սիրելի հետևորդներ ջան, էտա վարպետները ասում են, երևի թե մեքենան կարևորն է, չէ, ասում եմ հա, միացրել են, հիմի ուզում եմ համ գնամ մաքրությունը շարունակեմ, իհարկե էլի նորից հագուստս փոխելով, համ էլ այն մեծակեղտը հանած, ինձ մնում է պոլում երես մաքրեմ, կարամ և շորս չփոխեմ էլ, այդտեղ ոչ մի խնդիր չկա, համ ուզում եմ մաքրություն անեմ, համ էլ մարդես, դե նոր դրած մեքենա, ամեն դեպքում են կասկածում է, չի սկա, ինձ թվում է յուրաքանչյուր կինել, կարա չէ, լինի հանկարծ ջուրը չթափի, ես չլի, են չլի, մի խոսքով, են ներքևի հարկում, սենց չէ, սենց գործեր ունեմ, դրա համար էփելն էլ է հետ ընկել, ու ինձ էլի շատ հարցնում եք, անձնականով էլ եմ մի քիչ նեղացնող նամակներ եք գրում, ասում եք, որ
դու երևի մի բան ուտում ես, ուրիշ բան ցույց տալիս, հենց բաներ, չէ, այնպես չի։ Այսօր ես լրիվ իմ օրը խախտել եմ։ Ընդհանրապես ճիշտ է ուտելիքի մեջ 3 անգամ սնվելն է ճաշ, նախաճաշ, ճաշ, ընթրիք։ Ընթրիքին պետք է ուտես շատ քիչ կալորիաներ, այսօր օրինակ պլանավորել էի ընթրիքին կաղամբի սալատ սարքեմ, տենց ուտենք մեր ու տղա, բայց ոչ տնից դուրս եմ եկել, ոչ էլ հավես ունեմ, որ ես դուրս գամ, գործս շատ է։ Ճաշի համար պլանավորել էի խոզի միսը, այնտեղ մառոլի տերևներ ունեմ, վարունգ ունեմ, կկտրտեմ, կխառնեմ իրար, մի քիչ էլ բուսայուղով, աղ, պղպեղ, գիտեք, դառնումա համով, ընտիր աղցան վարունգ պամիդորի հետ, էդ ենք ուտելու, իսկ նախաճաշել ենք ձում, ինձ քանի հոգի, թե իմ լավ հետևորդներից Տիկին Դալան, թե իմ Անահիտը, թե շատ-շատերը, թե իմ քույր Ծովինարը, միշտ ասում են, որ սկզբից օրդ պետք է լցնես սպիտակուցով, իրիկունն էլ, կա հատուկ սպիտակուցային դիետա, սենց բաներ, բայց ես այդ դիետաների հետևից չի ստացվում, որ ընկնեմ ոչ ֆիզիկապես, ոչ առողջապես, ոչ էլ ֆինանսապես, ես չեմ ամաչի դրանից ասելը, դրա համար մի քիչ, ասենք օրինակ, կարաս ուտես մի կտոր ինչ-որ մի հատ խմորեղեն, բայց ոչ ամեն օր սիստեմատիկաբար, կարաս, չգիտեմ, մրգերից գոնե 2 տեսակ ուտես, ոչ ավել, 3 անգամ նախաճաշ ճաշ ընթրիք, միջու տեսնել 2 անգամ, 2 բաժակ, սուրճ կլինի, հյութ կլինի, չգիտեմ, սենց բաներ կլինի, ու իհարկե քաղցրը քիչ, իմ բախտը այնքանով ա բերել, որ ես տենց քաղցրի մանիա չունեմ մի այլ կարգի, մարդիկ կան, չէ, որ օրինակ քաղցրը շատ են սիրում, ես աշխարհի համով բաներն էլնի, սուրճը սիրում եմ դատարկ, թեյը սիրում եմ մի հատ ջրով կամ մի մուրաբի հատիկով, այնպես չի, որ սենց պեսոկը կլցնեմ միջոցին կթալ ու կխմեմ թեյ հացով, պանրով, չէ, չկա նման բան, առավոտներ նախաճաշին թարխուն ունենք, խաշած ձու, վարունգ, տնական հավեսով համով նախաճաշ, մեկ էլ գրում են, ասում են, այդքան ձուն ուտել կլինի, ինձ թվում է ձվից վտանգավոր ոչ մի բան չկա, նամանավանդ տնական ձվի մասին ա խոսքը, այս սեզոնին ես կարող եմ անսահմանափակ գնեմ տնական ձու, այ որ արդեն ձմեռնանում ահավերի ածելը քչանումա, այդ ժամանակ դժվար է առնում։ Այդքան բան, սիրելիներ ջան, այս իմ ուտելիքի մասին, էսա, որ արդեն խոհանոցս լնի, էլի խոհանոցային էջի համար մի ամբողջ օրվա պատրաստությունս կնկանեմ, կամ ասենք ապուրի հետ աղցանը մեր ուտելիքի անբաժան մասը պետք է կազմի, թարմ բանջարեղենը, այդքանը որ անում ենք, հավատացեք, էլ արդեն աչքտու վիզը չես ծռում, թե ուրիշ էլ ինչ կա ուտելու, էլ ինչ ուտեմ, ընդեղեն եմ օգտագործում, եթե նկատել եք, այ ընդեղենը շատացրել եմ իմ առօրյամ, նամանավանդ սպասի, նամանավանդ հո սրտիկը, չէ, այդտեղ սպասի, նամանավանդ նուշը, չեմ կարողանում Ալեքսին համոզեմ, որ ինքը նուշ ուտի, Ալեքսը շատ սիրում է, հլա դրանք տար, դրանք չկար, բեր ստեղ հլա, նամանավանդ Ալեքսին, որ չեմ կարողանում համոզացնեմ, որ ինքը շատ, ես քեզ ասի են բեր կալ, ինչը որ պետք էր, չէ, տար հետ դե դրանք, շուտարա, որ իմ ասածը չես լսում, այ դրա մար, որտեղ դրած ես ջիր ընդեղ, հա, դու դեռ փոքր ես, որ իմ ասածը շրջանցես ու մի հատ էլ ուրիշ որոշում կայացնես, եղավ, տեղնի հետ տար, ահա, այսա գիտեմ անձնական նամակներ եմ ստանալու, իմ պոնչոյիս բան չասեք, պոնչոյիս էս չասեք, պոնչոյիս են չասեք, բայց թե պետք է ասես, ասելով ենք էլի սովորում, այս տարիքում էլի դուք էլ որ ասում եք, լսում եմ,
ու դրանց երբեք չեմ ամաչում, չիմանալուց եմ, ես թող ստեղ մնա, չիմանալուց եմ, ես միշտ ու միշտ ամաչում, ուզում ես գործանես, գնային տոպրակը բեր, տարախպը թափի էս գցի մեջը, Ես ուզում եմ լված կանեմ, մինչև գտանես թափես գազ, լվածքը տկանենք, դավայ, չեմ տանի են պապեմ, տանու այ չեմ տանի, տար, բաղնիքի տոպրակներ բեր, չի սիրում աղբ թափելը, բայց ես չեմ էլ կարում իրան համոզեմ, քո հետ եմ, չեմ էլ կարում իրան համոզեմ, որ աղբ թափելն էլ է օգնություն մամայի համար, ու այնպես չի, որ ակուրատնի շնորհքով դնում եմ, ինքը տանում եմ ու դա ամոթ չի, չկան ինչպես միշտ պարոնիս համարա, գնա խոհանոցինը բեր, դե գնա, այս մեկ, որ իր աչքը չտեսավ, են օրը կրուասաններ են գնել, սիրելիներ ջան, էդ էր, տեսել երկու, որ էլի իր աչքը չտեսավ, պարզ է, տեսանելի դնում է, ընդամենը ինքը չի սիրում, աղբ թափելու, հետ արի խոհանոցինը բեր, այդքան մի բան, սիրելի հետևորդներ ջան, դու սխալ որոշումներ ինչքան կայացնես, ինչքան չի լինելու քո ուզած բանը, հետ արի, դե արի տար թափի, այս հենց բաներ, սիրուն սպիտակ տոպրակը եմ դնում, որ ինքը տանից բեր են խոհանոցինն էլ, մյուս անգամ էլ ես կյանքում աղբ չեմ փափել, չի սիրում ինքը աղբ թափելը, բայց իրան ստիպել է պետք, ասում ես չեմ ուզում, ես երեխա չեմ տանեմ աղբ թափեմ, ինչև է, մի ես անավետ կես տարել էի ներքև չապուձև էի անում, շարժվի Ալեքս, Դե բայց ես ուրան հպերեցի էլ, որ լված կանենք, ես ուր, մեկը կուտանես կփապել, ես չեմ տանելու, այդ մեկը չեմ տան, ես սա այդս տանեմ ներ, Ալեքս ջան գնա, ինչ երեխա ես դու դառնա, մի խոսքով, այս տարա որ չապուձև անեմ, Այս տարա, որ չապուձև անեմ, ու ստացվեց, որ այն ինչ, որ ես պլանավորել էի, հետաքրքիր ձևով էի, էլի ուզում կախեի, իմ պլանավորածը չստացվեց։ Հիմա մի լավ ծանոթ աղջիկ ունեմ, ով կարոզևի մասնագետ է դերձակուհի, հա, իրան եմ ասելու կա, նայենք, հասկանանք, կլնի չեմ, ուրեմ կսպասենք, երբ որ պահը գամ, վարակույր կառնեմ, քանի որ այս պահին էլ արդեն ոչ մի ձևի վիճակի չես լինում, որովհետև առնելուց հետո պետք է գոնե միջինը առնեմ ու կամ Վանաձոր գնալ ա պետք, կամ Երևան գնալ ա պետք, մի խոսքով փնթալով բիծու պես գնում ա այդքանը Սիրելիներ ջան, օրը նենց հավեսով տաքացավ, լավն ա շատ օրը, մի հատ տնամ տապակս ինչ վիճակում ա, պետք ա գամ մի երկու կարտոֆիլ էլ սարքեմ, ու սա արդեն խախտում արած ճաշ եմ ես սարքան, բայց թե տարբերակ չկա, մեկ սենց էլ առնեմ, ինչ անեմ, կարտոֆիլ եմ մաքրելով, ես էլ չեմ սիրում, ինչի օրինակի համար ես տանը աղբար կղի համար նախատեսված են դույլերի չեմ առնում, որովհետև աղբամանները փողոցը լիքն է, մենք էլ համ կշարժվենք, շարժումը կյանք է, համ էլ մի երկու բան հավաքվում է, թե չէ, կամ ես եմ տանում, կամ Ալեքսիս ձեռն եմ տալիս, ինքն էլ տանում է,
աչքս վախել է, այս մի դուռն էլ փակեմ։ Տրամադրությունս նենց բարձր է, այ Աստված իմ, նյուժելի վերջին ենք հասնում, Տեր Հիսուս, նյուժելի հասնում ենք վերջին։ Բաղնիք սարքելու ժամանակ ասում ենք բաղնիք սարքելն է թանկ, խոհանոց սարքելու ժամանակ համոզվեցի, որ խոհանոցն է լավ թանկ, բայց ոնց հասկանում ես, կյանքում քեզանից թանկ ոչինչ չկա ու սաղ կյանքդ պայքարում ես, աշխատում ես, ապրում ես ու չգիտես ինչի համար, ու չգիտես ոնց, ու չգիտես ինչ, սիրելի հետևորդներ ջան, այնպես որ ապրում ենք էլի, մի օր լավ, մի օր վատ, մի օր ուրախ, մի օր զվարթ, սենց, չգիտեմ, ես եմ։ Երևի թե քանի ճաշը սեպվում եմ, այս տանեմ կդնեմ ներքև զարյատկի, իջնեմ ներքև, այս էլ թողամ պարոնս կգա։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, տենում եք ինձ սիրունա երկինքը, մեր մոտ երեկոյան ժամը 8-ն է ու ես արդեն իմ բոլոր գործերը վերջացրել եմ, շատ ուրախացել եմ, շատ տրամադրությունս բարձր եմ, գործերիցս լվացքն է, ընդեղ էսա շուտով կվերջանա ու սել ուրախ կբերեմ, կփռեմ, տարդի ընդեղ, որ սրենք։ Հիմա մեր ու տղամեր հացը կերել ենք, որովհետև տեսեք 8 անցա, մաման դեռ չի եկել, այս ժամին էլ, որ օրինակի համար տապակած միս ուտենք, դա հաստատ սխալ է, առողջ չի։ Դրա համար չսպասեցինք, արդեն 2 ժամ կլինի, որ կերել ենք, էդ էլ էր սխալ, որովհետև ճիշտը ճաշին, հա, որ միս ուտենք, են էլ այս դեպքում խոզի, ճիշտը որ, իսն անջատեմ, ճիշտը որ ճաշին, 2-ից մինչև 2:30, այատուն ոնց է հարմար, ես այդ պահը բռնացնում եմ Ալեքսի դասից գալու հետ ու սաղ տարամ ներքև, բացառությամբ սա, սրան էլ ատանել պետք, հիմա էլ ինչ եմ անում, իմ անբաժան կիտրոնն է ու եռման ջուրը, դա կտինի ինձ թեյ, ճիշտ է շատ համով թեյեր կան, շատ սիրում եմ թեյելը, շատ էլ նախընտրում եմ նամանավանդ ելակի համով, սմարոդինայի համով, ճիշտ էր ասում էլի, ասում եք, իսկ ես չվստահեցի, ասում եմ բեր մատիտները ծրենք, ասում եմ մամ, ես սրել եմ, մտածեցի ինձ խապում է, այստեղ յոլա կտանի սրան, որ թարմացնեմ եղացը կկոտրի, իսկ ես դա չեմ ուզում, մի կասեմ Ալեքս ջան ինձ կներես, դու ճիշտ էիր, ինչև է, շատ ուրախ եմ, շատ ոգևորված ու ոգեշնչված, վերջապես բան չի մնացել, որովհետև շատ եք հարցնում, դրա համար էլ որոշեցի սենց էլ ասեմ, մնացել է մի երես էլ ներկվի, ես սպիտակ էի ուզում ասել եմ, հետո Նիկան ուրիշ գույն, այդ ուրիշ գույնն էլ չհավանեց, այս թազեն էլ դեռ չգիտեմ, տեսնենք ոնց կլինի, ինչ կլինի,
ամեն դեպքում նորա ու ընտիրա այնքան սիրուն է հարևանուհիս եկել ա տեսել ասման նա նկատել էր ասեք անա այդ ջանքանդի էլի այս կապացը ցաված նման մի այլ կարգի ասմանը ան նկատել ես ասմա որ ոնց որ փայլի պատերը ասում եմ հա ես դիտավորյալ էլ տենց եմ վեր կալել որ տարիների ընթացքում դե խավը գցմա այդ խամրմա որ իրա տեսքը միշտ թարմանա հուսամ տենց էլ կմնա մի խոսքով շատ չմանրանամ որ վլոգը նայելուց հետաքրքիր լինի ձեզ իսկ ընդհանուր օրվա կեսից հետո օրը բացվեց փոխվեց ամեն ինչ լավ է ամեն ինչ ընտիր է չհաշված գլխացավը որովհետև տրամադրված որ մի հատ այդ մեծակեղտը հա վերցնեմ այն մանր բաները ես ընթացքում արել էի ու շատ հավանեցի լվացքս բրծա ու շատ հավանեցի իմ այդ խասյաթը սիրում եմ որ քիչ գործը տանում ես առաջ գցում որ վերջում էլի անողը դու ես գոնե մի քիչ էլ նյանելիքդ այդքան բան սիրելիներ ջան լուսամուտներս չի լվացած են էլ եղանական պայմաններից ելնելով դեռ չեմ էլ ուզում վաղը մյուս օրը տենանք ինչ կլինի երևի թե դեռ մի 3 օր ու կհանձնեմ ձեր դատին իմ խոհանոցը հիմա սիրելիներս մի լվացքը սեղել է գնամ հանեմ մյուսը գցեմ ու անցնեմ իմ երեկոյան հանգստի ինչքան ժամանակ է իմ քույրանն ինձ մի հատ լավ բաներ ասում էր այդ քնիդ հաշվին ոչ բան մի անի ուրիշ ժամանակ որորներ ես դրանք թողում էի իրիկունները հանգիստ խախանդ իմ հավեսով իմ գործերը անում հմի չէ ցերեկային տևողության մեջ տեղավորվում եմ իմ օրվա մեջ ու ինչև է ստացվում է այն ինչ որ ստացվում է այնպես որ սիրով հաճույքով բարձր տրամադրությունով ձեզ ասում եմ բարի գիշեր իսկ ես իջնեմ ներքև լվացքս հանեմ բերեմ հռեմ թեյս խմեմ սպասեմ մամաշաս գա տենամ ինչ ենք անում ոնց ենք անում ու մեր հավեսով մեր երեկոն անցկացնեմ այնպես որ ձեզ ասում եմ բարի գիշեր լավ եղեք առողջ եղեք բնականաբար կհանդիպենք վաղն առավոտից բարի խաղաղ գիշեր բոլորիս